Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1426-րդ օրն է, մինչ Թրամփը փորձում է ձևավորել ՄԱԿ-ի իր սեփական փոխարինողը, այսպես կոչված խաղաղության խորհուրդը, իդեպ արդեն հասցրել է այնտեղ հրավիրել նաև Պուտինին, դա երևի ինքը առանց Պուտինի չի կարող։ Աշխարհը փորձում է գուշակել Թրամփի քայլերը, բայց ոչ միշտ է դա ստացվում։ Հատկապես հետաքրքիր էր Թրամփի ուղերձը Նորվեգիայի ղեկավարությանը Նոբելյան մրցանակի չստանալու վերաբերյալ։ Տեքստում ասվում էր, որ հաշվի առնելով այն փաստը, որ Նորվեգիան որոշել է Թրամփին չշնորհել Նոբելյան մրցանակ, թեև Թրամփի խոսքերով ինքը կանգնեցրել է 8 պատերազմը եւ նույնիսկ ավելին, Թրամփը հայտարարում է, որ այլևս պարտավորված չի զգում մտածել բացառապես խաղաղության մասին, թեև այն միշտ կլինի առաջնահերթություն։ Այժմ նա կարող է մտածել այն մասին, ինչը ճիշտ է եւ ձեռնտու է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ասված է Թրամփի ուղերձում։ Հետաքրքիր է ինչ անելու Թրամփը իր իբր ավարտած 8 պատերազմների փոխարեն կսկսի 8 նորը։ Իդեպ Թրամփն արդեն սկսել է նոր ակնարկներ անել Կանադայի հասցեին, ու մինչ Թրամփը շարունակում է զարմացնել աշխարհին, պատերազմը Ուկրաինայում շարունակվում է։ Գիշերը անցել է փոխադարձ հարվածներով, ուկրաինական դրոնները աշխատել են Ռուսաստանի 8 տարածաշրջանների վրա, իսկ օկուպանտները նորից փորձել են առանց լույսի թողնել ուկրաինացիներին։ Անցած գիշեր թշնամին վնասել է էներգոհամակարգը արևելքում, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի ժամանակավոր դեֆիցիտ է առաջացել սահմանամերձ եւ մերձ ճակատային մի շարք մարզերում։ Կիևը նույնպես դեռ ամբողջությամբ չի վերականգնվել նախորդ գնդակոծություններից, խոսքս էներգետիկ համակարգի մասին է։ Էներգետիկները աշխատում են շուրջօրյա ռեժիմով վնասվածքները ժամ առաջ վերականգնելու համար։ Ռուս օկուպանտները, ինչպես եւ նախորդ ձմեռներին, փորձում են առավելագույնս վնասել Ուկրաինայի էներգոհամակարգը, հույս ունենալով առաջացնել սուր հումանիտար ճգնաժամ։ Այս տարվա ցուրտ ձմեռը կարծես ոգևորել է Պուտինին։ Սա միակ բանն է երևի Կրեմլի կարծիքով, որն այս պահին կարող է անել Պուտինյան վարչակարգը ռազմաճակատում կրած անհաջողությունների ֆոնին։ Դե պետք է, չէ, իրենց մարդկանց ուշադրությունը ինչ-որ բանով շեղել։ Երեկվա եթերում արդեն ասացի, ռազմաճակատում հաջողություններ չունենալով ռուսական քարոզչությունը փորձում է հորինել դրանք եւ գործընթացը թվում է անվերջանալի։ Երեք նույնիսկ մեկը մեկնաբանություններում հարցնում էր Սումին, ում վերահսկողության տակ է, պատկերացնում եք ինչեր են ռուսները իրենց մոտ ասում գրում, որ մարդիկ նման հարցեր են տալիս։ Եթե մեզ լսող մարդիկ կան, ովքեր նույնպես այդ հարցի պատասխանը չունեն, ասեմ, որ Սումին ինչպես կար, այնպես էլ մնում է Ուկրաինայի տիրապետության տակ, սահմանամերձ գոտում, որտեղ ռուսները փորձեցին սանիտարական գոտի ստեղծել, նրանց առաջխաղացումը կասեցվեց, նրանց ետ են շպրտել, դեռ ամբողջությամբ սահմանամերձ գոտին չի ազատագրվել, բայց ռուսների հնարավորությունները կտրուկ սահմանափակված են եւ նրանք Սումիի ուղղությամբ գրոհ կազմակերպել չեն կարող այս վերջին ամիսներին։ Ի տարբերություն թշնամու, ուկրաինական ուժերը նպատակաուղղված աշխատում են ռազմական թիրախների եւ պոտենցիալի ոչնչացման ուղղությամբ, վաղուց չէին կանդրադարձել Ղրիմի թեմային, իսկ այնտեղ մարտական աշխատանքը շարունակվում է։ Ուկրաինան ոչնչացնում է Ղրիմի ռադիոլոկացիոն կայանները, հոպմիջոցները, իսկ հետո նաեւ ռազմական օբյեկտները, սա կարեւոր է թե մարտավարական եւ թե ռազմավարական նկատառումներով։ Ռուսաստանը փորձում է առավելագույնս գաղտնի պահել ուկրաինական հարձակումների հետևանքները, սակայն վաղ թե ուշ գաղտնին դառնում է հայտնի։ Իդեպ ուկրաինական հարվածների ֆոնին օկուպացիոն ռեժիմը փորձում է նորովի կազմակերպել Ղրիմում ավտոմոբիլային երթևեկությունը, այդ թվում սահմանափակումներ մտցնելով Ղրիմի Կերչի կամրջի վրա։ Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ Ղրիմի կամրջով կարող են սահմանափակել 1.5 տոննայից ավելի քաշ ունեցող մեքենաների անցումը, ինչը նշանակում է, որ նույնիսկ ոչ բոլոր մարդատար ավտոմեքենաները կարող են երթևեկել այնտեղ։ Իդեպ Պուտինյան վարչակարգը խնդիրներ ունի ոչ միայն ճանապարհների հետ, ավիացիոն ոլորտում նույնպես ճգնաժամը խորանում է։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ավիաընկերությունները վերագործարկում են հին ինքնաթիռները 26 թվականին ուղևորահոսքը պահպանելու համար։ Ըստ էության փորձելու են ուղևորներին տեղափոխել հին ջարդոններով, խոսքը տարբեր տեսակի ինքնաթիռների մասին է, օրինակ 9 Tu 204-214, 1 հատ An 148, 2 հատ Il-96
26, մասնագետների գնահատմամբ այս մեքենաները կարող են լինել մինչև 30 տարեկան, բայց անճարությունից ռուսները որոշել են այս ամենը վերականգնել, վերանորոգել եւ դրանցով ուղևոր տեղափոխել։ Ամենագլխավորը, որ մեր հայրենակիցները, ովքեր ապրում են Ռուսաստանում եւ չեն աջակցում Պուտինի ռեժիմին, աշխատեք չօգտվել նման ինքնաթիռներից։ Պուտինը փակուղու մեջ է, բայց համառորեն հրաժարվում է դա ընդունել։ Հունվարի 1-ից ռուսները բախվել են գների կտրուկ թռիչքի, խանութների փակման եւ բիզնեսների զանգվածային վաճառքի։ Ռուսները սոցիալական ցանցերում ավելի ու ավելի ակտիվորեն բողոքում են ծանր ֆինանսական խնդիրներից։ Այս ամենը, ինչն առավել արժեքավոր է եւ արժանի է ձեր ուշադրությանը, ինչպես միշտ մեր Telegram-յան ալիքում է։ Հիշեցնեմ, որ օրը 24 ժամ գրեթե կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք։ Ինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերների առաջ խաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում, դա շատ կարեւոր է մեր ալիքի համար։ Վենեսուելային Ամերիկայի հասցրած հարվածը Կրեմլի եւ անձամբ Պուտինի համար չափազանց ցավոտ էր։ Մադուրոյի կորուստը շղթայական ռեակցիա է սկսել, որը կարող է հարվածել ռուսական տնտեսության հիմքերին, այսպես են կարծում գերմանացի լրագրողները։ Ըստ Մոսկվայից աղբյուրների տվյալների, այնտեղ չափազանց ծանր են տանում Վենեսուելայում ազդեցության հանկարծակի կորուստը։ Մադուրոյի վարչակարգի դեմ ամերիկյան գործողությունը Կրեմլի համար սառը ցնցուղ էր։ Առանցքային դաշնակիցներից մեկը, որի մեջ տարիներ շարունակ ներդրվել են փողեր, զենք եւ քաղաքական աջակցություն, կորսվեց բառացիորեն հաշված ժամերի ընթացքում։ Ինչպես գրում են ինսայդերները Շպիգելի էջերին, այս հարվածը ոչ միայն արտաքին քաղաքական էր, այլև տնտեսական եւ այն ուղղակիորեն հարվածում է ռուսական իշխանության կայունությանը։ Դաշնակիցները անհետանում են եւ Պուտինի աշխարհը սկսում է փլուզվել, ասում են հեղինակները։ Մադուրոյի կորուստից հետո Մոսկվայում շոկ է։ Ռուսական իշխանությունները ըստ հետաքննող լրագրողների չէին սպասում ոչ իրադարձությունների մասշտաբին, ոչ էլ արագությանը։ Կրեմլում Մադուրոյին ընկալում էին որպես հակաարևմտյան ակումբի մաս եւ Պուտինի արտաքին քաղաքական կառուցվածքի կարևոր խորհրդանիշ։ Դեռ վերջերս Վենեսուելայի առաջնորդը Մոսկվայում էր եւ Պուտինի կողքին կանգնած էր մայիսի 9-ի շքերթին, իսկ հիմա այդ կապը դարձել է պատմություն։ Կրեմլի համար սա սեփական խոցելիության ցուցադրություն է։ Դաշնակիցները, որոնք թվում էին երկաթե բետոնյա, կարող են անհետանալ հանկարծակի։ Աղբյուրների գնահատմամբ այս ամենի հետևանքով Ռուսաստանի անհապաղ փլուզմանը պետք չէ սպասել, բայց միտումը վտանգավոր է Կրեմլի համար, շատ վտանգավոր է։ Վենեսուելան միայն նավթի եւ դոլարի մասին չէ, սա այն մասին է, թե ինչպես է հողը հեռանում մեծապետական նախագծի տակից, Պուտինի ոտքի տակից, այսպես ասած։ Երբ դաշնակիցները անհետանում են, տնտեսությունը ճաքեր է տալիս, իսկ իրական լուծումների փոխարեն մնում են միայն ռազմատենչ ռետորաբանությունը, համակարգը սկսում է ներսից փլուզվել ավելի արագ, քան դա ընդունում են Մոսկվայում։ Իդեպ Մադուրոյի ձերբակալման պատճառով ճաքեր են տալիս ռուս-չինական հարաբերությունները։ Կրեմլի հրաժարումը սատարել Վենեսուելայի նախագահ Մադուրոյին, որի հետ Պուտինը ստորագրել էր ռազմավարական ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր, զարմանք է առաջացրել Չինաստանում եւ ստիպել է Պեկինին մտորել Մոսկվայի հետ համագործակցության հեռանկարների շուրջ։ Այս մասին հայտնում է Times-ը, հղումանելով չինական իրազեկ աղբյուրին։ Պարբերականի զրուցակցի խոսքով ռուսական իշխանությունները չինացիների հետ չեն կիսվել Վենեսուելայում տիրող իրավիճակի իրենց գնահատականով եւ դեկտեմբերի վերջին Կարակասից դիվանագետներին նրանց ընտանիքներին դուրս բերելու որոշմամբ։ Արդյունքում Չինաստանը պատրաստ չէր ամերիկյան հատուկ ջոկատայինների գործողությանը, որի ժամանակ Մադուրոն գերեվարեց եւ տեղափոխվեց Ամերիկա։ Դա այդպես է, երբ պարտություն է լինում, միշտ մեղավորներ են ման գալիս, բայց այն փաստը, որ Չինաստանի եւ Ռուսաստանի միջև ճաքեր են առաջանում, չի կարող չուրախացնել։ Իսկ հիմա մտահոգիչ թեմայից Եվրոպական միությունը հրավիրում է արտակարգ գագաթնաժողով Ամերիկայի նախագահ Թրամփի հայտարարություններից հետո, որոնք կտրուկ արձագանք են առաջացրել տարածքային ամբողջականության եւ դաշնակիցների միջև առևտրային հարաբերությունների վերաբերյալ։ Բարձր մակարդակի խորհրդակցությունները պատասխան կլինեն Ամերիկայի հայտարարություններին եւ մի շարք եվրոպական երկրների դեմ առևտրային մաքսատուրքերի ներդրմանը։ Եվրոմիության 27 երկրների առաջնորդների հանդիպումը տեղի կունենա առաջիկա
առաջիկա օրերին դրա նախապատրաստման մասին հայտնի դարձավ Բրյուսելում Եվրոմիության դեսպանների արտակարգ նիստից հետո, քննարկումների ընթացքում բարձրացվել են Գրենլանդիան գնելու մասին Թրամփի հայտարարությունները եւ տնտեսական պատժամիջոցները այն երկրի դեմ, որոնք դեմ են Թրամփի ցանկություններին։ Իր հերթին Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը գործի է դնում Եվրոպայի առևտրային պաշտպանության սցենարը Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած մաքսատուրքերի պատճառով։ Գրենլանդիայի շուրջ 6-ի պատճառով Վաշինգտոնի սակագնային սպառնալիքները Եվրոպայի դեմ կարող են առաջին անգամ հանգեցնել Եվրոմիության ամենախիստ առևտրային գործիքի կիրառմանը, խոսքը տնտեսական հակադրանքի հակազդման մեխանիզմի հնարավոր ակտիվացման մասին է, որը հայտնի է նաև որպես առևտրային բազուկա։ Այս գործիքը կիրառելու առաջարկով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առիթը Թրամփի հայտարարություններն էին, ով շաբաթ օրը հայտարարեց Ֆրանսիայի եւ եվրոպական եւս 7 երկրների դեմ նոր մաքսատուրքեր սահմանելու մասին, որոնք դեմ էին հանդես եկել Գրենլանդիայի անեքսիային։ Հայկական դիվանագիտությունը պետք է ուշադիր լինի այս ուղղությամբ, որովհետև երբ դաշնակիցների մեջ լուրջ տարաձայնություններ կան, դա չի կարող չազդել երրորդ երկրների հետ հարաբերությունների վրա, այստեղ մեծ հմտություն է պետք, որպեսզի Հայաստանի շահերը ճիշտ պաշտպանվի։ Հուսանք դա կանեն Հայաստանի իշխանությունները։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ Ուկրաինան նոր հարձակողական գործողություններ է ծրագրում, քանի որ բացառապես պաշտպանությամբ հնարավոր չէ հաղթանակ տանել։ Այս մասին նա հայտնել է լրատվամիջոցներին տված հարցազրույցում. «Մեջբերեմ, մենք իրականացնելու ենք ռազմավարական պաշտպանական գործողություն, սակայն միևնույն ժամանակ հասկանում ենք, որ պաշտպանությամբ հաղթանակի չես հասնի։ Հետևաբար մենք կիրականացնենք հարձակողական գործողություններ եւ կպայքարենք օպերատիվ նախաձեռնությունը պահպանելու համար։ Դա կստիպի թշնամուն ներգրավել եւ տեղաշարժել զգալի մարդկային ուժ, սպառազինություն եւ զինամթերք մեր ակտիվ գործողությունները զսպելու համար», ընդգծել է Սիրսկին։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հնարավոր է պատերազմում բեկում մտցնել այս տարվա ընթացքում, նա նշել է, որ դա տեղի կունենա մի շարք պայմանների դեպքում, մասնավորապես տեխնոլոգիական առավելության հասնելը, տնտեսությունների մրցավազքում հաղթելը, արևմուտքի աջակցությունը եւ սեփական զենքի մասշտաբային արտադրությունը։ Գեներալի համոզմամբ Ուկրաինան դրա համար ունի բոլոր հիմքերը։ Իդեպ ուկրաինացիները ամենից շատ վստահում են հենց Ուկրաինայի զինված ուժերին, երկրի բոլոր ուժային կառույցների եւ իրավապահ մարմինների շարքում։ Այս մասին են վկայում Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից անցկացված նոր հարցման արդյունքները։ Միևնույն ժամանակ դաշնակիցները ակտիվորեն օգնում են Ուկրաինային հաղթահարել ցուրտ ձմեռը Պուտինի կողմից էներգետիկ հարվածների ֆոնին։ Առաջիկա օրերին Ուկրաինան Իտալիայից կստանա ջեռուցման սարքավորումների խմբականակ ռուսական գնդակոծություններից տուժած շրջաններին աջակցելու համար։ Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի նոր ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Առաջին փուլի շրջանակներում Ուկրաինա կհասցվի 78 արդյունաբերական կաթսա 116.5 մեգավատ ընդհանուր հզորությամբ։ Նրա խոսքով սարքավորումները կուղղվեն այն համայնքներին, որոնք այսօր ամենաշատն են տառապում ռուսական հարձակումներից։ Ուկրաինայի անվտանգության ծառայության SBU-ի ալֆա հատուկ գործողությունների կենտրոնի հատուկ ջոկատայինները զգալի կորուստներ են հասցնում Ռուսաստանին։ Ռուսական ՀՕՊ էշելոնացված համակարգի առանցքային տարրերին անցած տարվա ընթացքում ոչնչացված եւ շարքից դուրս բերված թշնամու ՀՕՊ միջոցների ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 4 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է SBU-ի մամուլի ծառայությունը։ Ռազմաճակատում անցած օրվա ընթացքում տեղի է ունեցել 144 մարտական բախում։ Զավթիչները ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են Պոկրովսկի ուղղությամբ 50 գրոհի փորձով, իսկ բարձր ակտիվություն Գուլյայպոլեի եւ Կոնստանտինովկայի ուղղություններում համապատասխանաբար 21 եւ 17 գրոհների փորձերով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր շտաբը։ Ուկրաինայի պաշտպանության ուժերի գործողությունների շնորհիվ նախորդ օրվա ընթացքում լիկվիդացվել են 1020 օկուպանտ եւ 981 միավոր զինտեխնիկա եւ սպառազինություն։ Պատերազմում թշնամու ընդհանուր կորուստները ըստ Ուկրաինայի գենշտաբի տվյալների կազմել են 1,227,440 մարդ։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը անցած մեկ օրում ոչնչացրել է թշնամու 145 դրոնից 126-ը, որոնցով ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա։ 12 տեղանքում գրանցվել են 13 հարվածային դրոնների խոցումներ, եւս 5 վայրում խոցված թիրախների բեկորների անկում։ Սա երեկվա տվյալներն են, այսօր արդեն ռուսները նոր հարվածներ են ձեռնարկել։ Իսկ մեր հարվածների մասին ասեմ, որ բոլոր հարվածները մանրամասնորեն ներկայացրել ենք մեր Telegram-յան ալիքում։ Հարվածները եղել են եւ
Ռուսաստանում թիրախում եղել են նավթավերամշակման գործարաններ, ռազմական պահեստներ եւ թշնամու այլ կարևոր օբյեկտներ։ Ինչպես ասացի եթերի սկզբում, հարվածները սկսվել են Ուկրաինայի օկուպացված տարածքներից եւ ավարտվել Ռուսաստանի տարածքում օբյեկտներով։ Այսքանով ավարտեմ երկուշաբթի օրվա եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք։ Ձեզ լավ երեկո եմ մաղթում, հուսամ կհանդիպենք արդեն վաղը, բարով մնաք։